Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմ հարցը նույնպես հենց վերջի այդ հարցին էր ուղղված, այսինքն այն ինչ որ պարոն Թունյանը տվեց, բայց ես կուզենայի հասկանալ, ճիշտն ասած, այդ երբ ասում ենք գնահատել, ինչ նկատի ունենք, գնահատել ինչ ցուցանիշներ, ինչ է գնահատել ասելով, այսինքն միայն թվաքանակն է, թե նաև ինչ որ ցուցանիշներ կան տակը դրված, ինչ համակարգագործում, եւ նաև այս համատեքստում կուզենայի իմանալ, օրինակ ունենք գնահատած, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո, օրինակ Ռուսաստանում բնակվող մեր սփյուռքը ինչ տեղաշարժ ունեցել է արդյոք, դեպի ուր է հոսել, եթե եղել է այդպիսին, ունենք նման տեղեկատվություն, շնորհակալություն։ Տեսեք, գնահատում այս ծրագրի մեջ, որի մասին որ մենք խոսում ենք, որպես այդպեսին չկա։ Կա դատա հավաքելու իհարկե հիմքում նաև գնահատումն է, չէ՞ որ մենք ինչ որ կրիտերիայով պետք է ընտրենք ով են այդ մարդիկ, որոնք ներկայացնում են ճակերտավոր ազգային ռեսուրսը եւ որոնք հայտնվում են այդ դատաբազայում։ Այդ իմաստով գնահատում կա, բայց այդ գնահատումը արվել է այն կրիտերիայով, որոնք մենք դեռ կառավարությունով ամբողջ ընդ որում ոչ թե մենք զուտ Սփյուռքի գլխավոր անձնակատարի գրասենյակի աշտակազբով կրիտերիա ենք հաստատել, թե ով են այդ մարդիկ, ոնց ենք մենք կարողանալու, ինչ ձևով ընտրենք նրանց, որոնք այդտեղ են հայտնվելու։ Այդ իմաստով գնահատում կա, բայց այս դատաբազան գնահատում չի անցկացնում։ Իսկ ինչ վերաբերվում է, ասենք, ձեր բերած օրինակին, բայց նաև չեմ խորանում զուտ այդ օրինակի վրա, իհարկե մենք հետևում ենք այս process-ներին, փորձում ենք հասկանալ ինչ է տեղի ունենում, բայց օրինակ Ռուսաստանի պես երկրում այնտեղ Ռուսաստանի հայության իմաստով որևէ դատա հավաքելը մի քիչ անշնորհակալ գործ է, թող ամենաաշխարհի բաց երկիրը չի եւ դժվար է վերահասկել, թե ինչ հոսքեր կան, բայց մենք գիտենք, որ հոսքեր կան, գիտենք, որ հոսք կա Ռուսաստանից դուրս, գիտենք, որ հոսք կա դեպի Հայաստան, գիտենք տրամադրությունների փոփոխությունների մասին դրական եւ բացասական, եւ այդ ամենին հետևում ենք։